Եզրափակում այսօրվա շոու ծրագիրը։ Ռազմիկ Սարգսյան, Ռազմիկ, հայ, ոնց ես։ Բարև ձեզ։ Բարև, սկզբից բարև ենք, ճիշտ է։ Բարև Ռազմիկ ջան, ոնց ես։ Լավ եմ։ Ինչ ես ներկայացնելու այսօր։ Այսօր ներկայացնելու եմ։ Մենակ դահոլով ես ելույթ անելու։ Ոչ, 3 գործիքով եմ նվագելու։ Ահա։ Դրանք շատ կարևոր են։ Համարները իրար հետևից են։ Այսինքն 3 գործիք միաժամանակ, հա՞։ Այո, հերթականության։ Հերթականությամբ։ Լավ, հիմա մենք կտեսնենք, իսկ եթե անցնես հաջորդ փուլ, հա, եզրափակիչ փուլ, էլ ինչ գործիք ես ավելացնելու, Ռազմիկ։ Նախատեսել ես, էլ ինչ պետք է։ Դեռ չեմ որոշել։ Դե միասին կորոշենք, հա։ Այո։ Վերջ, պայմանավորեցինք։ Դե ինչ, սպասում ենք Ռազմիկ Սարգսյանին այս բեմում։ Մեր հաջորդ մասնակիցը կապացուցի, որ հարվածել բառը նաև դրական իմաստ ունի։ Տիկնայք եւ պարոնայք, դիմավորեք։ Ռազմիկ Սարգսյան։ Ռազմիկ Սարգսյան։ Հատ վերջում ոնց արեցին են, ռախ, են որ ժողովուրդը ուրախացավ մեր հայկական ռիթմերի մեջ, ռախ կլատակ կլատակ կլատակ։ Ջան, դե արի, Ռազմիկ Սարգսյան, լսում ենք չէ ժուրի անդամների, տենանք ռախ կլատակ կլա, ռախ կլատակ կլա, ռախ կլատակ կլատա, տա։ Ռազմիկ ջան, ընդհանրապես ինչով ես զբաղվում։ Հարվածային գործիքներ նվագում։ Չէ, բացի դրանից։ Ուրիշ ինչ ես սիրում անես։ Երգում եմ։ Են բլոտը բան չաս։ Մի անգամից համ զուգահեռ համ երկես համ դհոլ խփես։ Հա։ Փորձեմ։ Արի կարաս փորձես։ Հա, ոնց չէ, մի րոպե։ Ինչի՞ չփորձի տես։ Հա, փորձանք չի։ Միկրոֆոն չունի։ Փորձենք։ Միկրոֆոնն է Գրիգորը կպահի։ Հա, մի կետ, մենք հիմա կորոշենք։ Սա իմպրովիզացիա է։ Կարունորեն, անուշորեն, կարնանորը, լուսավորեն, կարունորեն, անուշորեն, կարնանորը, լուսավորեն, ով յարունի բախտավորեն, մեր լավոն էլ յարոջան հենց այսօրն է, ով յարունի բախտավորեն, մեր
Ռազմիկ Սարգսյան։ Հիանալի կատարում։ Ինչ լավ է Ռազմիկը երկես, չէ։ Հատեսնում է։ Ինչու՞ չէի նախատեսել նվագելու հետ։ Մեկտեղ նայ Ռազմիկ, խոսքերը ոնց էր, ով Յարունի նա բախտավոր է, հա։ Հա, իսկ դու բախտավոր ես։ Յարուն ես։ Ոչ։ Այդ լավ մտածի Միայն դհոլն ես սիրում։ Դե Դհոլ։ քիչ չի, էլի Բայց քիչ մի չի։ Ես րոպե։ տեսնում եմ ինքն էլ է քեզ սիրում դհոլը։ Բայց մի րոպե ոնց որ ունի, այնց մի անգամից չպատասխանեց։ Կա աղջիկ որ համակրում ես։ Այնպես գոնե մի քիչ է լինեց։ Այնց մի քիչ որ սիրում ես։ Այսքան։ Դահոլի չափ։ Կամ քիչ, կամ ավել։ Չէ, մի հատ վայ, Ռազմիկ։ Ունես։ Հա? Այն կացերին ամբավ։ Ոչ, չէ, չկա։ Լավ էլ համոզելի վրա չի։ Չկա առայժմ։ Չկա, կլինի։ Այո։ Նոր բան ես անում, օրինակ արդեն դհոլից անցար, արդեն ավելի բազմապրոֆիլ, բայց ես ցավով նկատում եմ, որ մեր հաջորդ փուլ անցկացված դհոլահարներին, չգիտես ինչու հեռուստադիտողը շարքից հանում է, այսպես ասած, որովհետև քո գործընկեր Յուրան, որը նույնպես քո պես շատ լավ դհոլ է խփում, ցավոք չանցավ հաջորդ փուլ։ Հիմա ես կուզենամ մենք քեզ նորից հնարավորությունը տանք հեռուստադիտողը վճռի քո հեռանկարը այս նախագծում եւ ես դա հաշվի առնելով պետք է քվեարկեմ։ Շնորհակալություն։ Հերոսադիտողներն մի անգամ էլ հորդորենք, որ չզլանան, չհալարեն, ոչ ոք ձեր տեղը չի քվեարկելու։ Դուք եք քվեարկելու կամ չեք քվեարկելու, այդքան բան։ Մենք մեր արածը կանենք եւ այսպես ասած կքաշվենք այն կողմ, բայց դուք արդեն կորոշեք ինչ կլինի հետո։ Ռազմիկին երկու բառ ասելու չկա, մի խոսքով շատ գերել է այս երիտասարդը ինձ, որտեվ խփելու ժամանակ զգում ես իր հաճույքը, իր այդ տրանսի մեջ ընկնել է, այդ այսպես մեդիտացիոն վիճակը էլի մոտը սկսվում։ Սերգեյ Դանիելյանի երրորդ հարսանիքին կնվագես, չէ՞ Ռազմիկ։ Հա, հավեսով։ Ես եկա պայն միկրոֆոն։ Հրախալադիկա, շատ դուրս եկա։ Հա։ Բայց լավ երկես, չէ՞, եկեք ծափանենք եւս։ Ես չէի սպասում այնա, կանք շատ հավեսով եմ։ Շնորհակալություն։ Ապրես։ Այս sense երեխեք մի քիչ շատ լինեն, էլի, ես իսկապես լավ ես զգում քեզ, որ մարդ զբաղվում է իր գործով, անում ամեն ինչ օրգանական, շատ այսպես ոչ մի իրեն հակա բան չի անում։ Ու ես իրան հաճիկով կգնահատեմ։ Շնորհակալություն։ Վիոլետ Գրիգորյան։ Եթե այս հաղորդումը ոչ մի բան արած չլիներ, միայն այն թե ինչպես է ինքնավստահություն տալիս երեխաներին, այդ բավական կլիներ, որ ինքը կարևոր լիներ։ Ու ես հատկապես դա նկատում եմ Ռազմիկի դեպքում։ Ես հիշում եմ, թե առաջին իր ելույթների ժամանակ ավելի կաշկանդված էր ինքը, նույնիսկ չէր էլ ժպտում, զուս, պախեցած, զգուշ, եւ հիմա տեսնում եմ ոնց է ինքնավստահ ժպտում, ծիծաղում եւ կարողանում զրուցել ու հաղորդակցվել մեզ հետ։ Հենց միայն այդ ինքնավստահությունը տալու համար պետք է իմանանք, որ այս հաղորդումը ինչ իմաստ ունի։ Իսկ այդ ինքնավստահություն ունենալու բոլոր առիթները դու ունես, բոլոր տվյալները դու ունես։ Այո, շնորհակալություն։ Շատ լավն է իր։ Շնորհակալություն։ Ապրես։ Ապրես եւ արդեն ուզում ենք լսել գնահատականները։ Ով է սկսում։ Այո, Այո։ Այո։ 3 այո։ Շնորհակալություն։ Ռազմիկ Սարգսյան։ Շնորհավորում ենք եւ ուղեկցում ենք դեպի սպասասրահ։ Ահա երևաց Ռազմիկ Սարգսյանը իր անբաժան դահոլով։ Ռազմիկ ժյուրին մտավախություն հայտնեց, որ հնարավոր է հեռուստադիտողը քեզ չքվեարկի, հոգնի կամ մոռանա։ Միգուցե ինչ-որ բան խոստանաս հեռուստադիտողին։ Ես չեմ տխի։ Եթե միգուցե հեռուստադիտողից չքվեարկի, ես չեմ տխի։ Ինչն էր ամենից կարևորը քեզ համար այս նախագծում։ Որ մասնակցեմ եւ ամեն ինչ ճիշտ անեմ։ Հաջողություն քեզ։ Շնորհակալություն։ Հերախոսի ստեղների վրա կարող եք հարվածել եւ քվեարկել Ռազմիկ Սարգսյանի օգտին։ Նրա երթական համարն է 05։ Իսկ այժմ եւս մեկ անգամ հիշեցնեմ քվեարկության կանոնները։ Հայաստանի Հանրապետությունից քվեարկելու համար քաղաքային ցանցի եւ Բիլայնի բաժանորդները կարող են զանգահարել 09022 22 հեռախոսահամարով։ Բիլայնի, Vivatel MTS-ի բաժանորդների, ինչպես նաեւ
Արցախից քվեարկողների համար գործում է 3004 կարճ համարը։ Ռուսաստանի Դաշնությունից քվեարկելու համար անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել 23-25 կարճ համարին, նշելով բնականաբար նախընտրած մասնակցի հերթական համարը։ Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի